Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Այսօր ձեր հետ միասին խոսենք Ուկրաինայում պատերազմի մասին։ Գիտեք, որ 4 տարի է, ինչ պատերազմը տեղի է ունենում, եւ իրավիճակը այս 4 տարուց հետո արդեն կարելի է ասել, որ հետաքրքիր է դարել, որովհետեւ վերջի ժամանակահատվածում մենք տեսնում ենք այնտեղ փոփոխություններ մարտի դաշտում, առհասարակ դա վերաբերվում է ինչպես ուկրաինական զորքերի հակահարվածի գործունեություններին Զապորոժիեի ուղղությունով, որտեղ որ ուկրաինական զինված ուժերը կարողացան 8 գյուղ ազատագրել, բայց անկեղծ ասած գյուղերի քանակում չի այստեղ հարցը, այլ այն տարածքում եւ այն հնարավորություններում, որը ուկրաինացիք կիրառեցին։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ ռուսական առաջընթացը այս պահի դրությամբ որևէ իրական արդյունքներ չի տալիս։ Ռուսաստանը վերջի 2 տարվա մեջ Ուկրաինայի տարածքի 1,3% է գրավել, եւ հաշվի առնելով սա, Ռուսաստանի առաջընթացը շատ լուրջ սահմանափակ է, բայց ինչու է Ռուսաստանը կարողանում մի քանի ուղղությամբ առաջ գնալ, իսկ հետո ուկրաինական զորքերը այսպիսի հակահարվածով մի քանի օրում վերադարձնում տարածք, որը Ռուսաստանը գրավում էր 3 ամիս, 6 ամիս, լինում է նաև 12 ամիս, այսինքն 1 տարի, որովհետև ամբողջ գաղափարը այս պատերազմի նրա մասին է, որ այդ հատվածը, որտեղ որ հիմա մարտական գործողություններ են գնում, դարել է այսպիսի պլացդարմ, կարելի է ասել, այսինքն գոտի, որտեղ որ տեղի են ունենում այդ մարտական գործողությունները։ Եվ Ուկրաինայի համար, որ պատերազմում քիչ զոհեր ունենա եւ համեմատ Ռուսաստանի եւ կարողանա էֆեկտիվ պաշտպանվել, կա տեղեր եւ վայրեր, որտեղ որ ճիշտ է հետ քաշվել է։ Եվ Ուկրաինան դա անում է։ Միևնույն ժամանակ, ինչ ենք մենք տեսնում, որ Ուկրաինան կարողանում է պահպանել իր զինված ուժերում կոնկրետ այդպիսի հնարավորություններ, նկատի ունեմ հատուկ ջոկատայիններ, առանձին ջոկատներ, որոնք ունեն բարձր պատրաստվածություն, որոնք կարող են լինել օգտագործված կոնկրետ հակահարձակման այդ գործողությունների համար։ Կոնկրետ հիշում եք, մենք ձեր հետ միասին քննարկել ենք, որ Գուլայպոլեի ուղղությունով հարավում ճակատի ռուսները կարողացել էին առաջընթաց ունենալ եւ Գուլայպոլեի մոտավորապես 80%-ը Ռուսաստանի վերահսկողության տակ է։ Ուկրաինացիք քաղաքի մի ծայրում են գտնվում, փոքր իրականում կամ փոքր քաղաք է կամ գյուղ է, եւ այդտեղ է ճակատը անցնում։ Ուկրաինացիք շատ ավելի խելացի բան արեցին, իրանք գործողությունները սկսեցին հյուսիսից, այլ ոչ թե այդ ճակատում հենց Գուլայպոլեի համար, եւ ստացվավ, որ աջ թևից այսպիսի լուրջ հակահարձակում սկսվեց, ռուսները դրա համար պատրաստ չէին։ Այնտեղ ռուսները մոբիլիզացված են եւ հույս ունեն, որ կարողանալու են առաջընթաց ապահովել մի քանի նաեւ ուղղությամբ, ընդհանուր առումով ռուսները շարժվում են արևելքից դեպի արևմուտք այդտեղ, իսկ ուկրաինացիք արեցին ավելի խելացի քայլ եւ հյուսիսից հարավ հարվածեցին այդ հենց խմբավորման վրա եւ դրա ուրեմն ընդհանուր առումով տեսեք ինչքան Գուլայպոլեն ինչքան մեծ կարեւորություն ունի 2026 թվականի հունվարի դրությամբ Ուկրաինայում տեղի ունեցած մարտերի 21%-ը տեղի է ունեցել Գուլայպոլեի ուղղությամբ, այսինքն կոնցենտրացում է տեղի ունեցել, որովհետև հենց այդ մարտական ճակատը շատ երկար է, դուք էլ շատ լավ դա գիտեք, եւ այդ մի հատվածում 20%-ը մեծ կոնցենտրացում է իրականում հնարավորությունների։ Ուկրաինացիք 8 գյուղ եւ հարակիր գյուղ նույնիսկ տղել չի մնացել, բայց ամեն դեպքում եւ հարակի այդ տարածքներն են գրավել, ազատագրել եւ շարունակում են հակահարձակման գործողությունները։ Հիմա սա ինչու այսպիսի հաջողություն տեղի ունեցավ։ Մի կողմից, որովհետեւ ուկրաինացիք ունեն այդ ռազմական հնարավորությունները, այսինքն խնայում են իրանց զորքերը, պատրաստում են զորքերը եւ այլն, որ պատրաստվեն, եթե որևէ ճեղքում է տեղի ունենում, իրանք հետո ուղարկում են այդ հատուկ ջոկատայիններին եւ այդ ճեղքումը կանխում։ Հիմա այստեղ չի կարելի ասել, որ դեպի հյուսիս էր ճեղքումը դեպի Գուլայպոլե էր, բայց իրականում ճիշտ բան արեցին Գուլայպոլեի վրա ուղիղ հարձակվելու փոխարեն, այսինքն պետք է հասկանանք, որ ոչ թե քաղաքները ունեն նշանակություն խոսքին, այս քաղաքը, այն քաղաքը, մեծ քաղաքների մասին չի խոսքը իհարկե, դա շատ կարևոր է, նկատի ունեմ փոքր այսպիսի բնակավայրերը, ոչ թե բնակավայրներն են կարևոր, այլ այնտեղ աշխարհագրական իրավիճակը,
խոսքին։ Կա վայրեր, որտեղ որ հարմար չի ուղղակի մարդ վարել, ռուսները դրան չեն նայում, որտեղ ռուսները գնում են առաջ։ Ուղղակի չեն նայում, որտեղ որ հնարավոր է, այնտեղ են գնում առաջ, այն էլ օրը 1000 զոհ տալով առնվազն, եւ հիմա խնդիր է ձևավորվել ռուսական զորքերում, հիմա դրա մասն էլ խոսենք, որ իրանք արդեն չի հերիքում իրանց մոտ այդ զինծառայողների քանակը, որոնց ուղարկում են մարտի դաշտ, եւ դա էլ լուրջ ազդեցություն ունի։ Բայց նաեւ Ուկրաինան եւս մեկ շատ կարեւոր եւ շատ հետաքրքիր ռազմավարություն է օգտագործում, հիմա կխոսենք դրա մասին։ Հարգելի այրենակիցներ, այստեղ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր կարևոր մեկնաբանությունների համար, մեր բոլոր վերլուծությունների տակ ես միշտ կարդում եմ եւ ձեզ արձագանքում եմ, նաեւ շնորհակալ եմ լայքերի համար, շատ կարևոր է մեր այս վերլուծությունները լայքելը ձեր կողմից, դրանով աջակցում եք ալիքի հետագա զարգացմանը եւ դա շատ կարևոր է։ Պետք է ասեմ եւ խոսենք նրա մասին, որ Ուկրաինան կատարել է հարվածներ Ռուսաստանի խորքում եւ դա շատ լուրջ է, դա կապ ունի բոլորի հետ, այդ թվում Հայաստանի հետ էլ, որովհետեւ հարվածը փետրվարի 21-ին տեղի ունեցավ եւ հարվածեցին Ուրդմուրտիայում գտնվող Ոդկինսկի, ուրեմն այս գյուղում, այնտեղ քաղաքում Ոդկինսկում շինարարական կոնկրետ բալիստիկ հրթիռների կառուցման եւ այսպիսի պատրաստելու ուղղությամբ բալիստիկ հրթիռների համար անհրաժեշտ տարբեր բաղադրիչներ պատրաստելով զբաղված գործարանների ուղղությամբ, այդ թվում այդտեղ պատրաստվում են Իսկանդեր M հայտնի բալիստիկ հրթիռները, Օրեշնիկ բալիստիկ հրթիռները, Յարս, Բուլավա եւ Տոպոլ, որոնք միջուկային նաեւ բաղադրիչներ ունեն։ Իհարկե այդտեղ միջուկային որևէ բան չկար, այդտեղ զուտ պատրաստում էին հենց բալիստիկ հրթիռները։ Հարվածը տեղի է ունեցել ուկրաինական արտադրության Flamingo FP5 ուրեմն այսպիսի բալիստիկ հրթիռի միջոցով, բայց իրականում ինքը բալիստիկ չէ, օգտագործում են ինչ-որ բալիստիկ ուղղությունը, երբ նոր թռիչք է սկսում, ինչքանով հասկանում ենք, բայց իրականում թևավոր հրթիռ է ավելի, բայց ռեակտիվ համակարգի միջոցով, այսինքն ուկրաինական հիբրիդ է այսպիսի մի քանի բանի, որտեղ թևավոր հրթիռները այդքան էլ հաճախ չեն լինում ռեակտիվ, իրանք արել են ռեակտիվ, ինչը իրան տալիս է շատ մեծ արագություն, միևնույն ժամանակ քաշի հետ խնդիր չկա, բայց մանևրելու հնարավորությունները իհարկե այդքան մեծ չեն, որովհետև արագությունը երբ բարձր է, մանևրելը սահմանափակվում է, բայց ամեն դեպքում մանևրելու հնարավորություններ էլ ունի, որովհետև թևավոր հրթիռ է եւ ի վերջո կարող է հասցնել լուրջ հարվածներ, որը ԱԹՍ-ները հասցնել չեն կարող։ Նկատի ունեմ Ուկրաինայի ԱԹՍ-ները։ Ուկրաինական ԱԹՍ-ները դա իրականում թեթև եւ այսպիսի ոչ արագ, դանդաղ շարժվող ԱԹՍ է, որը կարող գնահատել կամիկաձե եւ հարձակվի, բայց սա ծանր ԱԹՍ չի, այն էլ հեռու գնալ չի կարող եւ այդ պատճառով Ֆլամինգոն կարա այդ դերը կատարել։ Հիմա մենք արդեն ունենք արբանյակային նկարներ եւ հարվածը բերել է նրան, որ ուրեմն այդ շենքում փլուզումը տեղի ունեցել եւ մոտավորապես այն հարվածի վայրը, որը ուրեմն տեղի ունեցավ այդտեղ, կարելի ասել, որ 30 մետր եւ 24 մետր այսպիսի հատված է ձևավորվել չափանիշներով այսպիսի եւ այս տանիքում տեղի ունեցված այսպիսի մեծ խնդիրը, այսպիսի հարվածի հետևանքով ուրեմն տեղի ունեցած այդ ուրեմն խնդիրը եւ դրանից հետո որ ներսում է հայտնվել տանիքը անցնելով հայտնվել է ներսում, պայթեցնելով, այն անցել է ներս դեպի գործարան եւ այդտեղ է պայթել, դա շատ կարեւոր է։ Այսինքն Ֆլամինգոն ունի այդ հնարավորությունը, որ տանիքը պայթեցնի կամ անցնի, խոցի, այսպես ասեմ,
գուցե ինչ-որ կոնկրետ բառ կա, որը կարելի է ավելի ճիշտ այստեղ օգտագործել, բայց կարողացել է խոցելով տանիքը անցնել ներս և հետո այնտեղ պայթել, ինչի շնորհիվ արդեն կա տեղեկատվություն, որ ամբողջությամբ այդ գործարանը այրվել է, և դա ամենակարևոր մասն էր գործարանի, որովհետև այդտեղ տեղի էր ունենում գլխավոր հավաքը այդ բալիստիկ հրթիռների, առանց որի փաստացի հիմա կա արդեն այսպիսի իրավիճակ, որ կամ առնվազն լուրջ կդանդաղի Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրությունը և կիրառումը, կամ կարող է առհասարակ կանգ առնի ինչ-որ ժամանակով, նույնիսկ մի քանի տարով, որովհետև Ռուսաստանը չէր ակնկալում, որ այսպիսի հարված տեղի կունենա։ Այս գործարանը Ուկրաինայի հետ սահմանից գտնվում է 1700 կիլոմետրում, հարգելի հայրենակիցներ։ Այսինքն այդքան հեռու է, որ Ռուսաստանը չի նախատեսել, որ հնարավոր է այդտեղ խոցի Ուկրաինան որևէ բան։ Պետք է ասել, որ նաև Ֆլամինգոն առհասարակ մինչև 3000 կիլոմետր թռիչքի հնարավորություն ունի և իր մարտական գլխիկը 1150 կիլոգրամ է, այսինքն շատ ծանր է, այսպես ասենք, և կարա լուրջ այսպիսի հարվածով ապահովի լուրջ առաջընթաց։ Հիմա տեսեք, սա իրականում կարևոր իրադարձություն է ոչ միայն Ուկրաինայի համար։ Այս բալիստիկ հրթիռները Ռուսաստանի զինված ուժերի հզորության կարևոր մաս են, և Ռուսաստանը սրանով սպառնում է նաև, դուք շատ լավ գիտեք, Ուկրաինայից բացի նաև եվրոպական պետություններին։ Այսինքն արևմուտքի կողմից հիմա սա նաև շատ դրական է գնահատվում, որովհետև այս մի քայլով Ուկրաինան նաև Ռուսաստանի ամենահզոր միջուկային զենքերի ուղղությունով խնդիր է ստեղծում և երկար ժամկետով սա վերականգնել չի ստացվի, հատկապես, որ սա սովետական արտադրություններ են, հասկանում եք, չկա Սովետի Միություն, իսկ արտադրությունները մնացել են, այսինքն նորից Ռուսաստանը չի կարող սա արտադրել և սա շատ կարևոր բաղադրիչ է, մինչև Ռուսաստանը սա վերականգնի։ Բացի դրանից, ռազմավարական առումով, ուրեմն տեսեք, ճակատում Ուկրաինայի հետ լուրջ առաջընթացներ Ռուսաստանը չունի, որտեղ որ ունի, դա տակտիկական մարտավարական նշանակություն ունեցող է, Ուկրաինան երբ պետք է այդտեղ հակահարվածներ է անցկացնում, ամենացավալին իհարկե հարվածներն են քաղաքացիական բնակչության դեմ, որտեղ այդտեղ զոհվում են հասարակ քաղաքացիներ, երեխաներ, սարսափելի իրավիճակ է այդ առումով, բայց զուտ ռազմական առումով եթե մենք դիտում ենք, ապա պետք է ասել, որ Ուկրաինան այս հարվածը հասցնելով, ճակատում այս իրավիճակը պահելով, լուրջ առաջընթաց է իրան ապահովում, բայց սրան ավելանում է ևս մեկ կարևորագույն ոլորտը՝ էներգետիկան։ Ռուսաստանի ամենաթույլ տեղը, իսկ մեծ տնտեսությունները և մեծ գերտերությունները ունեն թույլ տեղեր, հատկապես Ռուսաստանի պես պետությունը, որովհետև իր թույլ տեղը ինչում է, գիտեք, դա նորություն էլ չի իրականում, որ Ռուսաստանը նավթի արտադրող և վաճառող մեծ այսպիսի պետություն է, և իր եկամուտների 50%-ից ավելը գալիս է նավթի գազի արտադրություն և վաճառքից։ Գազի իրավիճակը ավելի հեշտ է ինչ-որ առումով, որովհետև այդտեղ սահմանափակումները ավելի ֆիքսված են։ Ճիշտ է, հիմա Պուտինը հայտարարություն արեց, որ հարավային այդ ուղղությամբ, այսինքն Սև ծովով, որ պլանավորված, որ կա մատակարարումներ դեպի Թուրքիա, այդտեղ Ուկրաինան պայթյուն է նախատեսել, հայտարարել է Պուտինը, ինչքանով դա իրատեսական է, ոչ ոք չգիտի, բայց ամեն դեպքում հնարավորություն դրա և հավանականություն նաև դրա իհարկե կա, բայց այդտեղ կա Թուրքիան, ես չեմ կարծում, որ Ուկրաինան ուզենա Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնել, շատ և շատ պատճառներից դուրս գալով։ Զուգահեռ դրա պետք է ասել, որ Ուկրաինան շատ կարևոր հարվածներ է հասցնում այդ ոլորտում, բայց Ռուսաստանի խորքում։ Տեսեք,
Նավթը ամենակարևոր բաղադրիչն է Ռուսաստանի եւ նավթը եթե առաջ վաճառվում էր դեպի Եվրոպա, հիմա չի վաճառվում այլևս մեծ մասամբ եւ այդ նավթը գնում է տանկերների միջոցով, գնում է ինչ-ինչ երկրներ, այդ թվում Հնդկաստան խոսքին եւ այլն, մեծ տնտեսություններ այսինքն եւ էժան գներով, բայց պատժամիջոցների տակ է գտնվում։ Բացի նրանից, որ վերջի ժամանակահատվածներում դաշնակիցները սկսել են առգրավել այդ տանկերները տարբեր վայրերում եւ դրա վառ օրինակներ կան, Միացյալ Նահանգները դա արեց Վենեսուելայի ուղղությունով, ռուսական տանկերների մասն է խոսքը, դա անում է Ֆրանսիան, դա արեցին նաև Միացյալ Նահանգները Հնդկաստանի սահմանների մոտ եւ այլն, ապա եւ բացի նրանից, որ Հնդկաստանի հետ համագործակցություն կա Միացյալ Նահանգների, որ գուցե Հնդկաստանը այլևս չառնի այս նավթը Ռուսաստանից, հետաքրքիր այն է, որ իրականում նավթ վաճառելը բարդ բան է եւ պետք է վաճառվի արդեն պատրաստ որևէ մի բան։ Նկատի ունեմ բենզին, դիզել կամ նման մի բան, մշակված արդեն արդյունք։ Եվ այդ ամենը մշակելը նաև Ռուսաստանին պետք է երկու պատճառով։ Մեկը, որ վաճառի, եւ երկրորդը, կարևորը, որ մատակարարի սեփական զորքերը եւ բնակչությունը։ Հիմա արդեն ձեզ ասեմ, որ բնակչության առումով երկար ամիսները արդեն ճգնաժամ կա եւ քանակը ուրեմն նավթի, բենզինի տարբեր վայրերում Ռուսաստանում նվազում եւ նվազում է, այդ թվում սահմանամերձ Ուկրաինայի հետ հատվածներում, շատ մասը գնում է դեպի ճակատ, որովհետև ճակատում անհրաժեշտ է շատ նավթը, բենզինը, դիզելը եւ այլն, բայց եւ դեպի վաճառք, բայց Ուկրաինան հասցրել է հարվածներ երկար ժամանակ է արդեն, նորություն չի իրականում սա, հասցնում է հարվածներ նավթի մշակման գործարանների դեմ։ Բայց վերջի օրերի ընթացքում աննախադեպ կարելի է ասել, այսպիսի առաջընթաց ունի Ուկրաինան այս ուղղությամբ։ Սկսենք կարճ ներկայացնել։ 2026 թվականի փետրվարի 21-ին, նույն օրը, երբ հարվածեցին այդ գործարանը, որի մասին նոր խոսեցինք, Ուկրաինան ԱԹՍ-ների միջոցով, որի մասին խոսեցի այդ ԱԹՍ-ների միջոցով, հարվածում է նավթի գազի վերամշակման այդպիսի կենտրոնին Սամարայի շրջանում, որը Ռոսնեֆտին է պատկանում եւ որտեղ որ մոտավորապես 750 միլիոն խորանարդ մետր են տարեկան մշակում եւ այդտեղ մեծ պայթյուն տեղի ունեցավ, մեծ հրդեհ, որի հետևանքով կարելի է ասել, որ առհասարակ ոչնչացվել է ամբողջությամբ այդ հատվածը։ Փետրվարի 23-ին ուկրաինական կողմը հարվածել է Կալեի կինոյի մոտ գտնվող Դրուժբա նավթատարի այդտեղ կարևոր հատվածը, կենտրոնը, որը նավթատարը օգտագործում է, այդ կոնկրետ հատվածը, որի մասին որ խոսք է գնում, օգտագործում է եւ վերամշակում է, այսպես ասեմ, այդ կոնկրետ կայարանը, կարելի է այդպիսի բառապաշարը օգտագործել այս դեպքում, նավթի մշակման կայարանը, 350,000 տոննա նավթ օրվա ընթացքում եւ ընդհանուր առումով նույնիսկ եթե ժամանակավոր իրան շարքից դուրս հանեն, ապա լուրջ խնդիրներ է լինելու։ Եվ արդեն ինչքանով հասկանում եմ դուրս են հանել շարքից։ Փետրվարի 19-ին Վիլիկի Լուկի ուղությունով, Պակրովսկի ուղությունով կոնկրետ, Պսկովսկի շրջանի կներեք, ուրեմն հարված են հասցրել Վելիկա Լուկսկի նավթամշակման գործարանին եւ նկարները արբանյակային ցույց են տալի, որ ամբողջությամբ այրվել է այդ հատվածը։ Բացի դրանից հարվածել է նաև Կրասնոդարում Տաման նեֆտեգազի ուրեմն այդ տերմինալին եւ այդտեղ էլ կիրառել են ԱԹՍ-ներ եւ նաեւ մի քանի ուրիշ հատվածում էլ արդեն նույն Սարանսկում են հարվածել, որտեղ որ նաեւ կա զենքի այդպիսի խնայման վայրեր եւ այլն։ Այսինքն Ուկրաինան հաջողությամբ շարունակում է հարվածները նավթի մշակման այդ գործարանների դեմ, ինչը բերելու է Ռուսաստանում ճգնաժամի տնտեսության առումով եւ նավթամթերքի մատակարարման առումով լուրջ խնդիրների, եւ սա իրականում շատ մեծ նշանակություն ունի
որովհետև փաստացի Ուկրաինան ռազմավարական այսպիսի հաջողությունների է հասնում, մարտավարականի փոխարեն հենց ճակատում։ Ճակատի առումով պետք է եւս մեկ անգամ ասեմ, որ 1,3%-ից ավել հնարավոր չի Ուկրաինան ինչ գրավել է Ռուսաստանը։ Հիմա շարժվում են դեպի Սլավյանսկ եւ Կրամատորսկ, որտեղ որ ամրոցներ են կառուցված ուկրաինացիքի կողմից, եւ այդտեղ մարտերի դեպքում շատ ծանր իրավիճակ կլինի։ Եթե Ռուսաստանը որոշի մարտել, բայց ոնց հասկանում եմ որոշելու է։ Բացի դրանից պետք է ասել, որ ռուսական կողմը հաշվի առնելով, որ վերջի ժամանակահատվածում 10 ուրեմն այսպիսի խնդիրներ է ձևավորվել եւ 10 անգամ ուրեմն նվազել է ինչ որ առումով կավայրեր եւ տեղեր 10 անգամ նվազել է այն քանակը, որոնք գալիս են դեպի բանակ, նոր մարդկանց, եւ հաշվի առնելով, որ Ռուսաստանը իզորու չէ հիմա ապահովել այն հոսքը մարդկանց, երիտասարդների կամ առասարակ քաղաքացիների դեպի բանակ, ուկրաինական կողմը տեղյակ պահեց հանրությունին, որ վերջի մի քանի ամսվա ընթացքում, հատկապես հիմա 2026-ից սկսված, փաստացի տեսնում ենք այնտեղ իրավիճակ, որ ռուսական զորքերում սպանվածների քանակը ավելի մեծ է, քան նոր եկածների քանակը, մինչև այդպես չէր, հակառակն էր, եւ դա իրականում նշանակում է, որ Ռուսաստանը հասկանալի է, որ ինչ որ ժամկետով այստեղից ունենալու է քանակի խնդիր, ուրեմն առաջնագծում։ Իսկ ասեմ ձեզ, որ Ռուսաստանը Starlink-ների խնդրից բացի, իսկ այդ առաջընթացը, որի մասին ես խոսում եմ, Starlink-ների անջատելու շնորհիվ է, այսինքն այդ արբանյակային ինտերնետը, որը ամերիկյան է եւ որը ռուսները նաեւ օգտագործում էին, որովհետեւ Ուկրաինայի տարածքում հասանելի է եւ այդ պատճառով խնդիր չկար օգտագործելու մեջ, ապա հիմա դա սահմանափակվել է Ռուսաստանի կողմի համար եւ դրա հետևանքով փաստացի կարելի ասել, որ այդպիսի ճակատում խնդիրներ ունեցան կապի հետ, բայց կապից բացի ունեն խնդիր քանակի հետ եւ այդ պատճառով նույն մի քանի տարբեր աղբյուրը, այդ թվում վստահելի աղբյուր Մեդուզան հայտարարում է, որ Ռուսաստանի տարբեր համալսարաններում սկսել են մոբիլիզացիան իրականացնել եւ ել ավելի ակտիվ եւ սկսում են փորձել այնպես անել, որ իրանց երիտասարդները այդտեղից ուսանողները ակտիվորեն մասնակցեն ուրեմն հենց այս զորահավաքի գործընթացներում եւ դրանով ապահովեն մեծ քանակ։ Իրանց բոլորին խոստանում են, որ իրանք ԱԹՍ զորքերում կծառայեն, որը նշանակում է, որ ճակատում չեն լինի, բայց ինչպես գիտենք, փորձից էլ նաև դա սուտ է, եւ այստեղ կարևոր է, որ սա ասեմ նաև այն հայությանը, որը դիտում է իմ ալիքը եւ իմ վերլուծությունները Ռուսաստանից, որ այս վտանգը կա, հատկապես եթե ձեր հարազատները կամ հենց դուք սովորում եք համալսարաններում, ապա սա զգույշ պետք է լինեք առհասարակ, որովհետեւ Ռուսաստանը այս իրավիճակում հատկապես ոչ ռուս ծագում ունեցող քաղաքացիներին էլ ավելի հեշտությամբ կուղարկի ճակատ, ինչը վաղուց արել է եւ մենք ունենք շատ եւ շատ կորուստներ, այդ թվում Ռուսաստանում ապրող հայերի ուղղությամբ։ Ուստի այստեղ ես պետք է նաեւ արձանագրեմ, որ իմ պատկերացումն է, որ հայերը վտանգված են այս առումով, պետք է վերադառնան հայրենիք, որովհետև ուրիշ իրավիճակում դուք հայտնվելու եք այնտեղ ճակատում, որտեղ որ ուղղակի զոհվելու եք անիմաստ, որովհետև Ռուսաստանի այս պատերազմը որևէ իմաստ չունի, ավելին Ռուսաստանի այս պատերազմը Հայաստանի դեմել է, որովհետև եթե Ռուսաստանը Ուկրաինայում հաջողություն հասնի, ապա այդ հաջողության հասնելու դեպքում դա վերաբերվելու է եւ Վրաստանին, եւ Մոլդովային, եւ Հայաստանին, եւ ելի մի շարք պետություններին։ Ամեն դեպքում այս պատերազմը հայերի համար վնասակար է եւ նույնիսկ այն դեպքում, որ Ուկրաինայում մենք ունենք հայեր, որոնք այդտեղ նաև պատերազմում են, բայց իրանք
պաշտպանվում են եւ պաշտպանում են իրանց սեփական քաղաքները, որտեղ որ դուք կամ այդ կոնկրետ ռուսական զորքերը, որում դուք կարող եք հայտնվել, պետք է գնան եւ այդտեղ հարձակվեն այդ քաղաքների վրա։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր է, մենք հայեր կորցնելու չունենք այս դեպքում եւ այն էլ անիմաստ պատերազմում, հանցագործությունում իրականում եւ այս 4 տարին ապացուցեց, որ սա հանցագործություն է, այնինչ տեղի է ունենում կոնկրետ Ռուսաստանի կողմից, բայց դուք տեսնում եք, որ հանցագործության դեմ նաեւ պայքարի էֆեկտիվ միջոցներ կան եւ Ուկրաինան կարողանում է իր այսպես հաջողության հասնել այս տարբեր ասիմետրիկ, կարամ ասեմ, միջոցների շնորհիվ։ Ես սա ուղղակի նաև արձանագրում եմ ինչպես կարևոր հնարավորություն մեր համար, որ հասկանանք նույն Հայաստանի դեպքում, որ փոքր պետությունը, եթե ասիմետրիկ, իսկ Ուկրաինան փոքր պետություն է Ռուսաստանի հետ համեմատ, եթե ասիմետրիկ պատերազմ է վարում, ապա կարող է շատ ավելի մեծ խնդիրներ ստեղծի մեծ պետության համար կամ նույնիսկ ավելի հզոր պետության համար, եթե ճիշտ է կառավարում իր ռեսուրսները եւ ճիշտ ասիմետրիկ գործողություններ է վարում, սա շատ հետաքրքիր է իհարկե եւ այսպեսով կարծում եմ, որ այսօրվա մեր վերլուծությունը կարևոր էր ամփոփենք այս 4 տարին ուկրաինական պատերազմի եւ նոր ուրեմն տեղեկատվությունների դեպքում իհարկե կանդրադառնանք այս թեմային։ Շնորհակալություն ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, իսկ հիմա ես առաջարկում եմ ձեզ, որ դիտենք, թե Հայաստանը ինչ նոր զինատեսակ է պատրաստվում գնել Հնդկաստանից, շատ կարևոր, շատ լուրջ, բարձր տեխնոլոգիական բալիստիկ հրթիռների համակարգի մասին է խոսքը, թե ինչ համակարգի մանրամասն քննարկում եմ այս վերլուծությունը։